Բարև սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը եւ ես Մարիա Հակոբյանյանն եմ։ Այսօրվա մեր հաղորդումը մի քիչ յուրահատուկ է լինելու, որովհետեւ զրույցը գնալու է մի անձի մասին, որը վստահ եմ ձեր բոլորի կողմից շատ ճանաչված եւ սիրված անձնավորություն է, Նաիրա Վարդանյանը եւ Շտուզիչ այմ համար, որ հետ պատիվ ունեմ, Սերգեյի հետ որոշել ենք, որ հաղորդում ենք անելու Նաիրա Վարդանյանի մասին, Նաիրա Վարդանյանի համար, Սերգեյ Վարդանյանի հետ։ Սերգեյ ջան, շատ շնորհակալություն, որ ընդունել ես իմ առաջարկը, քո առաջարկը, միասին որոշեցինք զրուցել Նարայի մասին։ Ցավոք ես չեմ ճանաչել ու շատ անհամբեր ուզում եմ ճանաչեմ քո խոսքերով։ Բարի։ Գիտեմ, որ հանդիպումը եղել է շատ հետաքրքիր, այդ հիշում եմ քո ինտերվյուից։ Բայց արի մի հատ հիշացնենք մեր ունկնդիրներին։ Ձեզ տարել են սուրճ խմելու։ Հա, տենց սուրճ խմելով ծանոթացանք, տենց էլ ինչ սուրճ խմելուց հետո անցավ որոշ ժամանակ, մի ամիս երևի, կամ մի քիչ ավել, դա կարևոր չի, կարևորը նա է, որ գեղեցիկ է շատ հանգարցակի հանդիպում, չնախատեսված չնախատեսված ու չպլանավորված, ոչ իման պլանավորված չի եղել։ Մի խոսքով տենց հանդիպեցինք, մենք առաջի հանդիպման ժամանակ նշանվեցինք մի անգամից իր համաձայնությունը տվեց։ Ասում հանգարցակի մաման մատանին բերել էր։ Հա, հանգարցակի մատանին բերել էր։ Հետո ասեց, որ պապաս համաձայն է, ես էլ եմ համաձայն։ Մեր էպոպեան սկսվեց։ Ձեր էպոպեան սկսեց որ թվի։ 1987 թվականի դեկտեմբերի 13-ից։ Հետո իմիջայլոց 3-ի առաջ օրը մեր ամուսնության օրն էր, տարեդարձներ, փետրվարի 6-ին, որը համընկել էր իմ ծնողների ամուսնության օրվա հետ, ու միշտ նշում էինք երկուսիս ամուսնության տարեդարձը։ Հատուկ էր արված այդ օրը ընտրություն։ Չէ։ Հանգարցակի։ Հետո որ որոշվեց փետրվարի 6-ը, հետո հիշեցին։ Հա, մամաս ասեց, որ տես այդ փետրվարի 6-ը Ուզում ասեմ մատանու նման հանգարցակի չէր մաման առաջարկել փետրվարի 6-ը։ Երևի իրանք չգիտես ինչ են իրանք մտածել, բայց պայմանավորվելուց որ արդեն որոշում էին, որոշեցին 6-ը, հետո մամաս ասեց, որ դա մեր ամուսնության օրն էլ է նաև։ Մի խոսքով Մեծ հարսանիք։ Այդքան մեծ չէր երևի։ Տանն ենք արել, սկզբում դահլիճում արեցինք, առանձին Զեյթունում, հետո մեր տանը արեցինք, հենց մտերիմ մոտիկ մարդիկ էին հավաքվել։ Մի խոսքով հարսանիք եղավ եւ նույն 88 թվականի փետրվարի 6-ին, 88 թվականի դեկտեմբերի 10-ին ծնվեց Սիրարփին։ Մի քիչ հետաքրքիր պատմություն կա, էլի, նախապատմություն։ Որ մտածում էինք, գիտեինք, որ աղջիկ է լինելու, բայց ես անընդհատ ինձ ուզում էի համոզել, որ տղա է ծնվել առաջինը։ Հա։ Ու սպասում էինք այդպես, բայց գիտենք, որ աղջիկ է, էլի։ Հա։ Ու անունն էլ այդպես միջև վերջի օրը չենք որոշում։ Դեկտեմբերի սկզբում առաջի շաբաթն էր, որ պետք է արդեն ծնունդը լիներ, հետո դե մեծերը ասում են, եթե ուշանում է, ուրեմն տղա է, էլի։ Այդտենց բանով սպասում ենք, դեկտեմբերի 7-ն էր 88 թվականի, պլանի գլուխի երկրորդ հիվանդանոցում բժշկու հետ պայմանավորված էինք կոնսուլտացիայի պետք է գնայինք ժամը 10-ին, ուրեմն ժամը 10-ին
հասանք հիվանդանոց, բժիշկը տեղում չէր, հիվանդացել էր։ Ես էլ առաջարկեցի արգենտինական ֆիլմերի փառատոներ կինո Մոսկվայում։ Ասի դե արի ոտքով իջնենք կինո Մոսկվա, երևի ես վերջի անգամ այն ամսի 10-ին, Հա, 7-ին, 7-ին, հա, եկորարտ։ դեկտեմբերի 7-ին։ Տենց ոտքով իջանք կինո Մոսկվա, ասի համել ուկտա ոտքով մանգալ էլի։ Ժամը 11-ի համար մտանք կինո։ Նայրան անմիջապես 5 րոպե հետո արդեն քնեց, գլուխ դրեց ուսից ու չկա։ Քնածա։ Եկավ հասավ 11:40 երկրաշարժը սկսվեց։ Հա, այդ տարին։ Հետո։ Այդ օրը։ Դե ամբողջ շենքը շարժվում էր, էկրանը լողում էր, ժողովուրդը պանիկայի մեջ սկսեց վազել դեպի դուրս, ելք։ Նայրան զարթնեց։ Չէ, ես չարթնացրեց։ Որտեւ այդ ժժոցի մեջ այդ պանիկան որ տեսներ, մտածեցի չարժի թող քնածա, այնց կանխած զգացում ունեի, որ ոչ իման չի լինի, էլի։ Ուղղակի լավ թափ տվեց։ Ու հետո որ հանդարտվեց ամեն ինչը, որ ժողովուրդը արդեն առանց ձայն էր գնում, նոր արթնացրեցի, ասի դուրս գանք, ասեց ինչա պատահ, ասի հետ երկրաշարժ էր։ Ուրեմն հենց վերջացրեցի երկրորդ անգամ խփեց։ Այդ երկրորդ անգամը ավելի ուժեղ էր։ Հա։ Ու վեր կացանք, ինքը արդեն կիսակուն, գիտի, որ երկրաշարժա բան, բայց չի կարելի։ Հələ դեռ բանի մեջ չի եղել, չկարողացավ ամբողջությամբ բանի մեջ վիճակի մեջ մտներ։ Գնացինք դրան բանի տակ կանգնեցինք, չգնացի էլի, ավել ամենաապահով տեղը ասել էին, որ ապահովը դա է։ Հա, այդ բալկեքի տակ ես կանգնում, որ ասենք վերևից մի խոսքով։ Այտենց հանդարտվեց ամեն ինչ, ժողովուրդն արդեն սկսեց մի քիչ հանգիստ կերպով դուրս գալ, որ դուրս եկանք շենքից։ Այդ ճակատային մասը, բալկոն կա, չէ՞, վերևը, այդ ամբողջը ճակել էր։ Պարզան։ Բայց այդ ուժգնությունը չենք պատկերացնում։ Մենակ իմ աչքի առաջ այդ շենքը սենց գնաց եկավ, այդ էկրանը որ տեսներ ոնց էր սենց ալիքի պես լողում, ոչ մի ուղղությամբ էլի հորիզոնական սենց այսենց գնում գալիս էր։ Ալիքավոր, հա։ Ալիքավոր բոլոր ուղղություններով էլի, մենակ սենց չէր ալիքը կամ ուղղահայաց, այս սենց ճմրտվում բաներ ելնում։ Մի խոսքով Այտենց գալիս ենք, բայց որ նայում էի դրսում, ամբողջ ժողովուրդը դրսում էր։ Ոտքով գնացինք օպերայի կանգառը, որ ընդեղից ավտոբուս նստենք, գնանք տուն Կոմիտաս։ Այդ ամբողջ ժողովուրդը սենց Նայրան էլ դեռ երկրաշարժա, գիտենք որ երկրաշարժա Հայաստանում ուժեղ ա լինում, ու տեղյակ չենք էլի։ Հետո տաքսի նստեցինք, գնացինք տուն, տեսնեմ մերոն բան ամբողջ ժողովուրդը բակում է, հետո նոր ռադիոյով լսեցինք, որ սպիտակում ա եղել այդ Նալբանդում ու ահավոր ավերածություններ կա։ Տատիս քույրը մեկը Լեննականում էր ապրում, հետաքրքիր դեպքեր էր էլի։ Թորը լողանալուց ա լինում դուշի մեջ ու ամբողջ պատկերացրա այդ շենքի մի մասը քանդվում է, ինքը դուշի մեջ ա մնում տենց։ Լսել եմ թե։ Բայց այնց առեղծված պատմություններ, մի խոսքով գնացինք մինչև կարողացանք հասնենք բավականին բարդ իրավիճակ էր, հետո ինչ պարզվեց, որ երեկոյան խոսում էինք, Նայրայի եղբոր կինն էլ էր մոտավոր այդ ժամը այդ օրերին եւ ամսի 7-ին ժամը 11-ին 11:30 մոտավորապես տանում են ծնարան Ալավերդիում
Դու ծննդուն են ու երկրաշարժը սկսում է։ Ճոխավորը հետո։ Բոլորը փախնում են։ Բայ։ Իրան թողնում են վերևը։ Լավ։ Այդ ծնարանում էլի։ Ու հիշում են մեկ քույրը հիշում է վայ ասում է թողել ենք Ռուզաննային վերևը։ Նարան ասեց ես էլ չեմ գալիս ծննդաբերել։ Գալիս են ու այդ պահին փաստորեն երկրաշարժի ժամանակ է ծնվում Սեյրանը։ Սեյրան։ Հա։ Հետո ամսի 10-ին վերադառնում եք։ 10-ին երեկոյան էր արդեն, ժամը 6-ի կողմերն էր։ Երևի գնացինք հիվանդանոց, մայրս էր այդ համակուրսեց Արսենը ու Փեսոս Տիգրանը։ Երեկով կանգնած ենք, խոսում ենք, դե ասում եմ, դե տղա այլ լինելու է ուշացանվել է բան տղապետեկան։ Մեկ էլ մի պահ սենց սառեցի, հիշեցի, որ այդ գիշեր երազ եմ տեսել, ու երազիս մեջ արդեն երեխային բերել ենք տուն։ Հիմա անունն ենք որոշում, ինչ անուն դնենք, ու որտեղից որտեղ այդ անունը այդպես հայտնվեց Սիրարփի։ Ջետակրքիր է։ Հա, երազումս տեսել եմ, դե Նայրան չգիտի դրա մասին։ Չի պատմի, չես պատմել։ Որտեղից պատմել, չի, մոռացել է։ Երիկունը նոր այդ խոսե զրույցի ժամանակ հիշեցի, ասում լսի Արսենին, ասում ես գիտեմ անուն չի տենց որ ասես լսած է եղել նախորդ օրերին է յուրահատ բանա քիչ հանդիպող անուն է հա տենց երազիս մեջ խոսել ենք բան բայց անունը ինք իրան մի անգամից սենց ասվեց Սիրարփին ու Սիրարփին ծնվեց հա ու Սիրարփին ծնվեց հիմա ես այդ պատմությունը որ պատմեցի հենց այդ պահին հենց վերջացրեցի բանը այդ քույրը մտավ ներս Դուք աղջիկ եք ունեցել։ Հա, ասում եմ, դուք ասում գիտեմ, աղջիկը անունն էլ Սիրարփի է։ Այն մյուս երկու աղջիկների համար էլ էս անունը տենց երազով տեսել թե։ Չէ, Էման շատ հստակ 2 տարի հետո դեկտեմբերի 10-ին առավոտը ժամը 5-ից դեն ժամանակ պարետային ժամ էր Նայրան սպասում էր, որ միջև այդ պարեկային ժամը վերջանա, նորա առավոտյան 6-ին էր վերջանում, բայց մի անգամից մեքենա նստեցինք ու մեքենա աղջիկները նույն օրն են ծնվել։ Հա, Էման ու Սիրարփին նույն օրն են ծնվել։ Իսկ երրորդը գալիս ենք հիվանդանոց նույն բժիշկն է հերթապահության ու Էման երկար չի սպասում էլի Սիրարփին մի քիչ երկար տևեց մի քանի ժամ տևեց միջև ծնվեց Էման մի անգամից մի ժամվա մեջ առավոտը ժամը 7-ի կողմերն էր արդեն ծնվեց Ղժղժանը եւ հետո էլ Լուսինեի փետրվարի 15-ին Ասма Լուսինեի համար ոնց որ վատ եք հա մի քիչ հաշվարկել տենց մի 2 ամիս ուշացում եք 2 շաբաթ Չէ, որ 10 դեկտեմբերի 10-ին չի եղել։ Չես կարող ասես փետրվարի 15-ը համ դեկտեմբերին է մոտիկ, համ էլ իմ ծննդյան օրն է մոտիկ։ 2 շաբաթվա տարբերություն։ 2 շաբաթ էլ չկա էլ։ Ուրեմն մռայլ ձմեռային Երևանյան բան որել մութ օրեր տենց փետրվարին մանավանդ սառույց սա ժամը 12-ներ եկանք հիվանդանոց էլի ասում ես էլի մեկ էլ ժամը 1-ի կողմերը մեկ այս սաղ ամպերը ծրվեցին ու ծվեց Լուսինեն մի հատ մի արև մի լույս բան օրը պայծառացավ ասի ինչ հիմա Նայրանն էլ մտածում էր որ իր մոր անունը պետքա դնենք էթերի որտեվ Էման մամայիս ասել ինչ էթերի ինչ բան Լուսինե լույսնա պատկերացրամ ժամը 2-ից հետո սա ասենց փակվեց նույն եղանակը մենակ այդ պահին բացվեց հենց այդ իրա ծնվելու պահին լույս եղավ ասի դե այ քեզ բան էլ ուրիշ ինչ մտածես էլի Նայրան տեղակ չէր հետո Լուսինեն ոնց որ մենակ քո աղջիկն էին հա ինքը կապ չուներ դրա հետ այդքան ստացվեց Լուսինեն չէին ուզում ճիշտ ասած բոլոր կողմերից դեմ էին Լուսինեի ծնվելուն ով էր դեմ ծնողները սիրա զոքանչս տատս իրենք հատ աղջիկ ինչ ես անում այդ տղա երկու հատ հերիքա էս են
Դες ոչ աստված տվել է, որում պետք է ծնվի։ 100%։ Հա։ Մի խոսքով Նարան, ինչ տիպի մարդ էր։ Ասենք դուք ամուսնացել եք, իրար համարյա չեք ճանաչել փաստորեն։ Դուք իրար բացահայտել եք ամուսնությունից հետո, չէ՞ երևի, որտեվ ասենք ինչքան մի ամիս նշանված եք եղել ու ամուսնացել եք, չէ՞ ոնց որ տենց, հա։ Դեկտեմբերի 13-ից մինչև փետրվարի 6-ը։ Հա, նո, հա։ Հիմա գիտես ինչն է, բան մենք բաց ենք եղել, պատրաստ ենք եղել ամուսնությանը։ Հա։ Ընդունել ենք ճիշտ է, սկզբնական շրջանում այդ միջև ադապտացիա է ենթարկվում, բայց պատրաստ է, հա, բոլորի մոտ էլ այդպես բան կա։ Եթե չես ապրել միջև է, տենց ասենք տենց կոնցեպտը, հա, որ ծանոթանում ես, բայց այդ առաջի մի քիչ ասենք պարզ է, ադապտացիայի շրջան անվանենք, որ ճիշտ լինի ամեն ինչը, դրանից հետո կամաց կարևորը որ դու պատրաստ ես լինում այդ քայլին գնաս գիտակցված, այո, ամենակարևորը այդ գիտակցությունն է։ Քանի տարեկան էիք։ Ես դե փետրվարի 6-ին 88 թվականի մարտի 4-ին էլ դառնում էի 31։ Իսկ 25։ Լավ տարիք էր։ Հա, 5 տարվա տարբերություն էր։ Այդ տարին ինքը դառնում էր 26 հունիսին են։ Հա։ 5 տարվա տարբերություն էր։ Ինչ էր սիրում Նարան։ Ինչ իմաստով։ Ինչով էր սիրում զբաղվել, ինչով էր, ինչն Դե կրթությամբ ինքը տնտեսագետ էր, հա, դպրոցը գերազանցիկ էր ավարտել, իր այդ ինստիտուտն էլ էր գերազանց կարմիր դիպլոմով ավարտել։ Պրպտող բնավորություն ուներ, սովորող, կարդացող, սիրում էր կարդալ, աշխատում էր այն ժամանակ, որ մենք ամուսնացանք, Համբում գլխավոր հաշվապահի տեղակալ էր աշխատում, հետո ամուսնության այդ ընթացքում, մի քանի տարվա ընթացքում բանկում էլ աշխատեց, որ տեղից վերջի անգամ արդեն գնաց դեկրետ, դրանից հետո փաստորեն իրավիճակը ամբողջությամբ խառնվեց, այնտեղ գրանցված, գիտես, մնում էր, հա, մի խոսքով։ Հետո այդ մութ ու ցուրտ տարիները սկսվեցին, 3 փոքր երեխա, մենք այդքան նեղը չենք եղել, ամեն ինչով ապահոված եղել ենք, աշխատում էի, մի պահ դպրոցում դասավանդում էի, մի խոսքով ապրում էինք։ Ոնց որոշեցիք վերագաք Բելգիա։ Գիտես 80 թվականներին, 80-ական թվականների սկզբին զբաղվում էի հայկական հարցով, խումբ ունեինք, կազմակերպություն ավելի շուտ ունեինք, Եղեռնի ճանաչման այդ խնդիրներով հայկական հարցով էինք զբաղված։ Այն ժամանակ, երբ որ անկախացավ Հայաստանը, ասեցինք երևի թե կարիք չլինի, որովհետև Ռաֆի Հովհաննիսյանն էր առաջի նախարարը, այդ հարցը ինքը բարձրացնում էր 92 թվականին ինքը անգամ Անկարայում դրա մասին խոսեց իր այցելության ժամանակ, բայց հետո որ ինքը վերադարձավ, Լևոնը միանգամից 2 շաբաթ հետո հանեց գործից։ Ու այդ ամբողջ պատմությունները սկսվեց, չեմ ուզում խորանամ այդ հարցերի մեջ, դա ասենք Չէ, դա Նարայի հաղորդումն է, պետք է կենտրոնանանք Նարայի։ Դե ես ասացի գնանք փորձենք։ Դեկտեմբերին իրավիճակը շատ լուրջ էր, մենակ պետք է դուրս գա, հետո ասացի, չէ, մենակ որ դուրս գամ, այդ արդեն ընտանիք քայքավի իմաստ չունի։ Մի խոսքով, հա, փորձեցինք մի քիչ կարգավորենք վիճակը, տենց էլ քանի գնաց բարդացավ, մարտ ամսին որոշեցի, ճիշտն ասած, որ բոլորս իրար հետ ենք գնալու, 1 ամսվա մեջ այդ հարցը լուծվեց, սովետական անձրագրերով դուրս եկանք, ասանք Փարիզ, Փարիզից հետո Տեզե, Տեզեից հետո
չգիտենք որտեղ ենք մնալու, այդ երկար պատմությունը գնացքով ճանապարհորդում ենք, ասի որտեղ երեխաները չդիմանան, այնտեղ էլ կկանգնենք։ Եկանք պետքա գնանք Գերմանիայից, պատկերացրա Ֆրանսիա, Գերմանիա, ասենք գալիս ենք, ասես պատույտ տանք, տեսնենք այդ որտեղ է կտրվելու էլի։ Կանգնելու եկանք Քյոլնից գնացքով որ գալիս ենք, երեխեքը դե փոքր էին, Լուսինը 2 տարեկան էր։ Էման 4, Սիրարտինը 6 տարեկան։ Լուսինեն ու Էման արդեն չէին դիմանում։ Մի խոսքով այդտեղ կանգնեցինք, Բրյուսելում իջանք, հետո էլ այդ պատմությունները չեմ ուզում հիշեմ։ Մի խոսքով եկանք հասանք ֆլամանդական գոտին, այնտեղ սկսեցինք լեզուն սովորել, այսինքն ինչ պատմել եմ կարծեմ դրա մասին, որ Սիրարտին երբ տարանք դպրոց, առաջի դասարան, այդ դուսուչուին սկսեց նիդերլանդերեն խոսալ, մեջը սենց սարսափ մտավ, ասեցի նար, դու պատկերացնում ես, մենք կանք դպրոց դուսուչուին Խոսամ եք չհասկանանք էլի, դա մի հատ բան էր, ինչն ասում մոտիվացիա, դոպինգ։ Չէ, տրիգեր էր, որ լեզուն սկսենք սովորել։ Մեր բախտից հուլիսի 1-ից, որ արձակուրդներն են սկսում, տեղական դպրոցի անգլերենի ուսուցչուին, եկավ խումբ հավաքեց ու սկսեց մեզ նիդերլանդերեն սովորացնել։ Մինչև օգոստոսի 10-ը, կեսերը, որովհետև իրանք գնում էին ընտանիքով հանգստանալու, Այդ որ թիվներ արդեն 95 թվականը։ Բայց մենք ինտենսիվ երեխաներին քննացնում էինք օր ու գիշեր, սովորում, անգամ բաներ կար այդ օտար երկրացիների համար թերթ կար։ Օտար երկրացիների համար թերթ կար։ Ահա, վաբլիֆտ էր կոչում են։ Ինչ հետաքրքիր է։ Ու դեղ խաչբառեր կար։ Առաջի անգամ որ հաղթեցի, լրացրեցի, գիրք նվեր ստացա։ Երկրորդ անգամ արդեն ոչ։ Էլ չտվեցին գիրք։ Էլ չտվեցին, ասեն մի անգամ հերիքա բավարար։ Հետո դրանից հետո ուղարկեցին դպրոց նիդերլանդերենի, գնացինք Լիր քաղաքում էր, ճամբարում էինք Լինտից, գնում էինք այնտեղ։ Մի անգամ ենք դասին եղել, այդ ուսուցչու հետ որ խոսեցինք, ասեց շատ կներեք էլի, սա անում են չճանաչողների համար է, ուղարկեցին Անտվերպենում։ Գնացինք այնտեղ տեստ հանձնեցինք, Նայրան ավելի լավ հանձնեց տեստը, իրան նստացրեցին երկրորդ կուրս, իսկ իմը քանի որ շատ քիչ տարբերություն էր տալիս, արագացրած կուրս կար, որ մի տարվա մեջ 2 կուրս ենք ավարտում, տենց ավարտեցինք նույն, ասենք ինքը մի տարում երկրորդ ավարտեց, ես մի տարում երկուս իրար հետ։ Հետո արդեն ամառն էր սկսվում, ես ման ստացա, ճիշտ ասած, մեր ուղղվածությունն էր, որ ես իմ մասնագիտությամբ գնամ աշխատեմ։ Որ մասնագիտությամբ։ Ֆիզիկայի։ Որտեվ դու շատ մասնագիտություններ ունես։ Ուրեմն աշխատանքի տեղավորման բյուրո դիմեցի, մի խոսքով ինչքան Լովենի համալսարանում լաբորատորիա, հենց հեղուկ բյուրեղների հետ լաբորատորիա կար, որտեղ չընդունեցին, մերժեցին եւ այլն։ Հետո խորհուրդ տվեցին դիմել Անտվերպենի համալսարան, ֆիզիկայի ֆակուլտետ, գնացի դեկանի հետ խոսեցի, դեկանը ասեց դեռ երիտասարդ ես, 38 տարեկան էի, ասեց ամենաճիշտ կլինի այն, որ դու գաս վերջի կուրսը ավարտես, ստանաս բելգիական դիպլոմ եւ աշխատանքի խնդիր չես ունենա։ Ասեցի լավ։ Բայց դրա համար անհրաժեշտ էր այդ ժամանակ ամառային արագացրած կուրսեր կար համալսարանում, 1 ամսյա, ամեն մի բանը, այն ժամանակ 3 բաներ մակարդակ էր, ABC, S-ին պետքա սերտիֆիկատ ունենայր, որ կարողանայր, որ ասենք դու լեզվին բավարար չափով տիրապետում ես,
որ կարողանաս սովորես այնտեղ։ Ոսենվեն ասեց մենք կվճարենք Քեզ համար։ ինձ համար։ Ես գնացի գրանցվեցի։ Ուրեմն գրանցվելուց հետո մտածեցի սենց բան։ Երեխաներին տանում ենք օրվա ճամբար, առավոտ ժամը 9-ից 8:30-ից մինչև 4:30-6 մինչև կարող են մնային։ Ասում եմ, մտածում եմ, ես մարդը գերազանցիկ սովորած մարդ։ Նառան։ Թող ինքը գնա սովորի։ Չէ, ասի ինձ որ արդեն գրանցվել եմ ես, ասում մտածեցի որ ինքն էլ գրանցվի, գնացի հետ մեր հետ սոցիալին, ասի իրա նայրայի համար էլ կարող եք վճարեք, ասում եմ սիրով։ Ու գնացինք նայրային գնացելու մեկ շաբաթ հետո։ Մեկ շաբաթ հետո եկանք Անդվերպենի համալսարան, գրանցեցին, ասեցին, բայց կասկածի տակ է, որովհետև բոլոր խմբերը արդեն կազմավորված են։ Իսկ ինքը ինչ պետք է սովորեր։ Լեզուն։ Էլի նույն սերտիֆիկատը, այդ արագացված կուրսերը, ասի դե հիմա չգիտես, կարող է իրավիճ ինչ-որ բանի համար պետք լինի։ Ճիշտ է։ Կարևորը որ ես գիտեմ, որ ինքը ընդունակ է, տանը նստի ամբողջ օրը ինչ պետք է անի, գիր կարդա։ Վատ զբաղմունք չի։ Հա։ Ամենայն դեպս, բայց ապագայի նպատակով այդ ապագային միտված հետո ես միշտ մտածել եմ, որ աղջիկների համար մոր դերը կարևոր է։ Որ ապագան միայն ընտանիքում տղամարդը չի էլի, որ ինքը պետք է ամենակիչը հավասար դիրք ունենան, որպեսի իրանք էլ իրանց ապագան աղջիկների համար ասում է մայրը բերում է ջերմությունը, հայրը բերում է վստահությունը։ Ու այդ բանի անվտանգության զգացումը։ Հա, բայց այդ վստահությունը պետք է երկու կողմանի լինի, նայել։ Մի խոսքով այդ ինձ դրդապատճառը ստացվեց, ուրեմն մի շաբաթ ուշ գրանցվեցինք, հետո ասեցին մեկ շաբաթ ուշ հետո կգաք կիմանաք որտեղ եք տեղավորվել։ Էլի տեստ հանձնեց նայրան, էլի ինձանից բարձր։ Ձեր ընտանիքի գերազանցիկներ ինքը։ Ահա, տեցել ասում է ես։ Մեր տան բանա, ուղեղն է։ Отличница։ Հա, մի խոսքով որ գնացինք արդեն պետք է դասերը սկսվի հոկտեմբերի 1-ից, չէ, ասում եմ հոկտեմբերի 1-ից, հուլիսի 1-ից պետք է սկսվի, մեկ էլ պարզվեց, որ նայրային գրանցել են, քեզ չէ։ Ինձ չէ, ինձ ասեցին տեղ չկա, ասում եմ ոնց տեղ չկա։ Ասում ես ավելի շուտ գրանցվել եմ արդեն։ Մարդի բախտ ունենա։ Հա, ու ասում դուք իրա տեղի համար կասկած ունեիք, որ ինքն հնարավոր է չգրանցվի։ Ոչ եմ այդտենց փոխվեց իրավիճակը, ես ասի ես ու չկարա դա ասեմ, չէ, չի ստացվի, սխալ կլինի։ Ու տենց նայրան երկու կուրսը փաստորեն BSN ավարտեց։ Ես հուշացա, որտեղ 3 կուրս պետք է անցնեի։ Ու չընդունվեցիր։ Չի կարող ընդունվել, որտեղ ես C ատեստը ստանալու հոկտեմբերին չի հասցնում, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր նախատեսված էր, որ ես կվերջացնեմ ու կգնամ այդ անտեր դիպլոմը կստանամ բելգիականը։ Մի տարի կսովորեմ, հետ ընկա։ Հետ ընկա, ինքը ստացավ սեպտեմբերին ստացավ այդ ատեստը, այդ ատեստով ասենք դե ինչ էսկոմենկոմ գնանք Անդվերպենի համալսարանի թարգմանիչների բաժինը։ Ու այդ արդեն ես էի տնային տնտես դերերը փոխվեցին։ Հա, դերերը փոխվեցին, բայց ես հանգիստ ընդունեցի, ասեցի հիմա տեսնում ես, որ ասենք ընթացքը փոխվել է, էլի, կտրես ասես չէ, դու նստի տունը ես պետք է գնամ Իմաստ չունի։ Անիմաստ եւ Դա հասուն տղամարդու մոտեցումը։
Մի խոսքով այդ մի տարին այդ երեխաներին դպրոց տանել, բերել երաժշտական, այստեղ, այնտեղ, նայր այն առավոտը տանում էի դասի, հետո երեխեքին Սրում էի, հետո սկսում էի հավաքել։ Այդ զոկանչս որ եկավ, Տիգին Էթերին որ եկավ մեր տուն, ինչ տեսավ, այդ վիճակի ասեց կյանքում չի հավատա, որ դու կարող ես տենց Պապայություն անես, մապայություն անես, մապայություն։ Մի խոսքով, բայց շատ դժվար էր, իրան ճիշտ է, որով շարժականներից ազատեցին, փիլիսոփայություն, պատմություն, դե սովետի փիլիսոփայությունը, որ պատմությունն որ տնտեսագիտությունն որ, այդ ազատել էին իրան։ Բայց բոլոր դեպքերում այդ լեզուների ընտրությունը բարդ էր։ Ասեցի գերմաներենը ընտրի, որովհետև զրոյից էին սկսում գերմաներենը, իսկ անգլերենը սկսում էին դպրոցական մակարդակից, իսկ այստեղ դպրոցում մակարդակը շատ տարբեր է։ Մի խոսքով Ասենք ինչ էր անում ֆլամաներեն, հոլանդերեն եւ գերմաներեն, հա, թարգմանիչ։ Նիդերլանդերեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն։ Okay։ Այդ անգլերենի փոխարեն որ գերմաներենը լիներ, չէր դժվարանա։ Այդ տեսա որ վերջում դժվարանում է, հետո մեր ընկերներից մեկի կինը եկավ, ասեց, գիտեք, Բրյուսելում կա բանա, բարձրագույն դիպլոմի հիման վրա, կրթության հիման վրա, էկիվալանս են տալիս։ Չէ, ուրիշ բան կա։ Խզինսվետենսխապն, ստես է բալմա սխարբեկումը։ Շաբաթը 1-2 օր է, վերջում ոնց որ ընտանեկան հոգեբանի բան է ստանում։ Հա։ Դե հիմա իր դիպլոմը համահաստատված էր տնտեսագետի, ամել այդ դիպլոմը որ կար, հետո 97 թվականին նաև դատարանով թարգմանիչի բանը ստացավ, հայերեն, ռուսերեն, նիդերլանդերեն, բայց հետաքրքիր է, որ ես չէի մտածում այդ ժամանակ, որ ես էլ թարգմանիչ բանը վերցնեմ, չէի սիրում ճիշտն ասած, չնայած այդ ժամանակ Նայրան աշխատում էր Վաստաբրուց կոմիսիայում, թարգմանիչ էր, հետո որ ընդունվեց սկսեց սովորել, ինքը դուրս եկավ, ես եմ իր տեղը աշխատել Վաստաբրուց կոմիսիայում։ Հետաքրքիր։ Հա, մինչև ինքը ավարտեց 2001 թվականին 3 տարով էր այդ ինստիտուտը, ու միակ ուսանողն էր, որ օտար երկրացի, որ առանց որևէ պարտքի, դա երևույթ էր, դիրեկտորը ինստիտուտի նայրային, ոնց էինք պարապում, դե մարդ տնտեսագետ, ոչ փիլիսոփայություն սովորել, ոչ պատմություն, ոչ լեզու, ոչ ասենք այդպես բաներ, իսկ առաջի օրը որ եկանք այդ Սխարբեկի ինստիտուտ, դե ես իրար հետ ենք առաջի դասը լսել, ասեցի լսես ինչ հետաքրքիր բան է։ Հոգեբանություն են անցնում, ես են անցնում, են անցնում բանը։ Դու էլ հետն էիր սովորում։ Բան չի անում։ Ինչ արել ենք, սա լրիվ սովորելուց սկսած, բան, այդ ամեն ինչը լրիվ իրար հետ ենք անցել։ Բարարյանի պատմությունը երբ ա եղել։ Բարարյանի պատմությունը 96 թվականի, հենց 95 թվականից էլ եղել է։ Ուրեմն արի Բարարյանի պատմությունը պատմենք։ Բարարյանի պատմությունը, ուրեմն այդ ընկերները այդ ուսուցչուհին եւ իր ամուսին, իրանք էլ 3 աղջիկ ունեն։ Դենց որ ընկերացանք, իրանք Բարարյան նվիրեցին ինձ, հա։ Նիդերլանդերեն, ռուսերեն։ Ես մտածում եմ, ասում եմ, ման եմ գալի հայերեն էլի, ասում եմ, ինչի հայերեն չկա։ Հետո մի քիչ կպավ էլի, ամբիցիա առաջացավ, թե ինչի պետք է ես ինչ որ երրորդ լեզու սովորեմ, նոր լեզու սովորեմ, երրորդ լեզվի միջոցով։ Ինչի ուղիղ Բարարյան չլինի։ Ու 95 թվականից հենց որ տեղափոխվեցինք արդեն բնակարան, դեկտեմբերից այդ ժամանակվանից արդեն վերցրեցի, սկսեցի թուղթ ու գրիչի վրա, թղթի վրա գրիչով այդ բառերը կազմել, մի խոսքով, սկսել եմ այտենց։
ոչ համակարգիչ կա, ոչ մի խոսքով 96 թվականին այդ մեր ընկերներից մեկը IB-ում էր աշխատում, այդ 95 թվականի այդ ящикներից կներեք ռուսերեն արտը բանի համար կոմպյուտեր բերից համակարգիչը նվեր տվեց ու սկսեցի հավաքել հայերեն տառատեսակ չկա համակարգիչի մեջ այդ կադվին ծրագիր կար մի կերպ այդ ծրագիրն եմ ճարել բերեցի մի խոսքով սկսեցի հավաքել հիմա տարիներ ա տևում դա այդ ամեն տարի Windows 95-ն էր հետո Windows 97-ը դուրս եկավ հետո 2000-ը ու ամեն անգամ այդ նոր Windows-ները որ դուրս էր գալի տառատեսակները չէր ճանաչում քանի որ իր բանը ծրագրային բան չունի այդ համակարգիչը չկա էլի այդ համակարգի մեջ հայերեն տառերը չկա չի ճանաչում ու պատկերացրա որ մի 3-4 անգամ այդ Windows-ների փոփոխելը նորից 0-ից սկսել են հավաքել այստեղս էր հասել դու ինձ ասիր այդ բարարանի լույս տեսնելու մեջ նարան շատ մեծ ներդրում ուներ եթե այդ եմ ասում տես այդ քանի անգամ որ ես նորից 0-ից սկսեցի անել եկավ մի պահ այդ 2000-ականի արդեն որ տեղափոխվեցինք մեր տուն այդ տունը որ արդեն առանք այդ ժամանակ մի քիչ ես բան եղա թուլացա գիտես երևի ճիշտ բառը չի բայց արդեն մենակ դժվար էր ու նայրան չնայած ամենասկզբից էլ միշտ հենց օգնողի դերում էր բայց այդ շրջանում ինքն էլ սկսեց միշտ իրար հետ ենք եղել ինձ չի եղել ոչ ասեմ դες ես առանձին այսքանը արել եմ չնայած ես եմ սկսել հետո իրար հետ շարունակել ենք ու անընդհատ տենց եղել էլի չէր ստացվում ասենք բառեր կար իր ասենք նիդերլանդերենի իմացությունը բառապաշարը շատ մեծ էր որովհետև հենց վերջացրեց այդ ինստիտուտը ընդունվեց աշխատանքի այդ աշխատանքի մասին չգիտեմ պատմել եմ չեմ հենց ստացավ դիպլոմը մի շաբաթ հետո հրավիրեցին հարցազրույցի հիմա գնացել ենք այդ հարցազրույցին երկուսով ենք գնում որ ասում եմ ես մարզնել հետս ես դե նստի տես բոլորը գրում են ասենք այդ մոտիվացիներ բան են գրում ես դրսում կծխեմ միջև դու վերջացնես կսպասեմ ինտերվյուն այդ հարցազրույցը կանցնես եւ այլն ես դուրս եկա ծխախոտը կպցրեցի հետևից դուրս եկավ ասում ինչես դուրս եկել ասում այ Սերգեյ չես պատկերացնի էջերով sense թերթերով ման են գրում ասեցի նայրա դու ես այդ ամեն ինչին ծանոթ ես չէ ասեց հա մենք փորձ ունենք այդ միջոցառումներին մասնակցելու կազմակերպելու եւ այլն դու ասենք այդ նյութը շատ լավ գիտես դու գնա ինչ որ քեզ կոնսպեկտ ես անում մի քանի նախադասության դու ուղղակի միտքդ դու գրանցի մնացածը իրանք հարցեր են տալու դու պետքա պատասխանես այդ կարիք չկա էլի նստես քո կյանքը գրես անցավ այտենց ուրեմն դարձարույց անցավ այդ պրոտեստանտների կենտրոնի իրանց գիծեր այդ բանը այդ խորհուրդն էր բանանում բայց առանձին հասարակական կազմակերպություններ դա ախտեր կոչվում այդտեղ աշխատելու համար որպես աշխատելու էլի մեդվերկեր հայերեն աշխատակից երեկոյան զանգեցին ասեցին որ իրան ընդունել են դաս տեսնում ես անցավ մի 2 տարի երևի մի
Չէ, 2 տարի դեռ կարծեմ չէր լրաց է։ Այդ կազմակերպության նախագահի տեղը թափուր էր եւ իրանց աշխատողների շրջանից ուզում էին ընտրել նախագահի։ Ընտրեցին Նարային։ Հրաժարվում էր ինքը, ասում էր չէ, ասի նար բան էլի այդքան վազվզոց սա այնա կպրծնես էլի կնստես դու ղեկավարես Թորյանք վազեն։ Կթեթևանաս էլի մի քիչ այդ թարգմանությունները էսա այնա միջոցառումներ կազմակերպելն է, հետո դպրոցը սկսվեց, հետո էս էլ մի քիչ խաղաղվես էլի։ Մի խոսքով դիմեց, ընդունեցին։ Դառավ այդ կազմակերպության նախագահ, բայց բարդ էր։ Բոլորը բելգիացի էին, իր աշխատողները, ու տակից փորում էին, ինչ ապրումներ ա եղել, վերջի այդ մի տարին, որ այն աստիճանի հասա, որ դուրս եկավ թող։ Հետո այդ ինտերնացիոնալ կոմիտեի նախագահի թափուր տեղեր, դիմեց միանգամից ընդունեցին, բայց հրաժարվեց։ Այդ աշխատանքի ռիթմը, որ տեսավ, մի քանի ամիս մնաց տանը, հանգստացավ, հետո գցեցինք, բռնեցինք, որ բան էլի, տեսանք, որ ուրիշ մարդ չեն ընդունել, դրանք էլ ընդունման կարգը փոխեցին։ Դե գնաց քննություններ տաս, կեսօր տեստավորում են։ Վերջը գնացինք այդ տեստով էլ անցավ։ Ու դառավ ինտերնացիոնալ կոմիտեի նախագահ։ 123 հասարակական կազմակերպությունների, Հզոր։ Դրա հետ միասին, դրան զուգահեռ, ուրեմն իրան ընտրեցին քաղաքի կողմից, որպես քաղաքի ներկայացուցիչը, արվեստի ավելի կոնկրետ ասած, բանը Անտվերպենի օպերային միություն կա, օպերային թատրոնների միություն կա, այդ խորհրդի անդամ իրան ընդունեցին։ Ու միջև այդ CDNV քրիստոնյա դեմոկրատների կուսակցության անդամ էր 2014 թվականին արդեն որոշել ենք, որ ինքը կմասնակցի պարլամենտական ընտրություններին, ու ես համոզված եմ, որ թվականին պիտի մասնակցեր 2014 թվականին, ու ես համոզված եմ, որ ինքը կանցնի։ Հնարավոր չէր չանցնել, որովհետև Ֆլանդրիայում, Բրյուսելում ինչքան մարդ կա ճանաչում է ու շատ ճիշտ մարդու համբավ ուներ, էլի։ Սիրված եւ հարգված։ Նու դրա հետ թարգմանությունները չէին վերջանում, դրա Երբեք թարգմանիչը աշխատել չէ, որտեվ իմ ընկերուհիները իրան ճանաչում էին, ես առաջ անգամ որ եկա քո այդ ինտերվյուի, մեր Մարինային կան, ասեցին վայ նարայի տենց ոնց շատ ջեր, ամենտեղ ասենք եւ թարգմանություններ դրանից հետո որ ինքը ավտոդպրոցում էլ թարգմանություններ էր անում, հետո ժողովուրդը սկսեց բան անել, որ թույլատրեցին, որ քո մայրենի լեզվով դու սովորես թարգմանես։ Ինքը դες թարգմանությունները անում էր, հետո սկսեց խումբ հավաքել։ Ու հայերենով ես տեխնիկական մասը իր համար ապահովում էի։ Այդ սլայդներ, բաներ, այդ պրոյեկցիաներ, բան թարգմանության, ասենք այդ նշանների, վերջում ինձանից լավ գիտեր ամեն ինչը։ Դուք շատ լավ տանդեմ էիք իրար։ Ու սկզբում որ քարտեզ ընդհանրապես չգիտեր, մի 2 տարի քշելուց հետո մեքենա Անտվերպենի բոլոր փողոցների անունները գիտեր, քարտեզը անգիր կարդում էր, սկզբում եմ նոր որ ամուսնացել ենք, ընդհանրապես կողմնորոշումը շատ թույլ էր, հիմա այդ ժամանակ ինձանից լավ էր։ Դեմը խաղ չկար։ Դու ինձ նաև ասեցիր, որ դուք իրար հետ շատ լավ միջոցառումներ էիք կազմակերպում, ու դու մի անգամ ասացիր,
Ես միտքն էի, մնացածը նարան անում էր։ Ես միտքը տալիս էի, նարան ձևը գտնում էր։ Հիմա տես, այսօր դպրոցում եղանք, չէ։ Այս նույն վիճակում եղել ենք բանի հետ 2007 կամ 8 թվականին, ճիշտ չեմ կարող հիմա հիշեմ տարեթիվը, դեսպաններ Ադոնցից առաջ էր Չետիչյանն էր, ինքն էլ էր ներկա այդ միջոցառմանը դպրոցի, ավելի փոքր էր քանակը, մերուն կնդիրներին ասենք, ու կյանք չգիտեն, չէ, մենք այսօր գնացել էինք Լանական քաղաքի դպրոցի միջոցառմանը բարեկենդանի նվիրված, տոնին նվիրված, շատ լավ ժամանակ անցկացրեցինք ու այս մեր ինտերվյուն այդ միջոցառումից հետո է դրա համար ասма գնացինք դպրոց։ Նման կարգի դպրոց էր, փոքրատիվ աշակերտներ ունեն, ու տենց շատ տարբեր տեղեր էին գնում։ Ու հենց այդ իրավիճակը, որ արդեն ոնց որ հասունացած լիներ, դեսպաններ ներկա, այդ մշակույթի գծով տեղակալներ դեսպանի, այդ բաժնի Հասմիկ էր կարծեմ անունը, մի խոսքով տենց վերջացրեցինք, այդ զվարթներ ամուսնու հետ կարծեմ ընդեղ էլի իրանք էլ էին այնտեղ, որտեղ սկզբում իրար հետ շատ աշխատեցինք, համագործակցեցինք ու այդ ժամանակ էր, որ միտք մոտս առաջացավ, ինչքան կարելի է ասենք այդ մակարդակի, այդ մասշտաբի փոքրիկ, ասում եմ, երեխաների համար ախր ամեն տարի նույն բանն է կրկնվում ու նույն մարդիկ են ծափահարում, հետո էլ խնդիր է առաջանում այդ միջին տարիքի, որ հասնում են 15-16 տարեկանի, հեռանում են այդ ամեն ինչ։ Նշանակում է, որ մի ուրիշ մի միջոցառում պետք է կազմակերպել, որպեսզի այդ տարբեր դպրոցների երեխաները կարողանան միտեղ հավաքվել, որպեսզի, ասենք, ավելի շատ մարդկանց առաջ ելույթ ունենան, ու այդ ելույթները արդեն լրիվ ուրիշ որակ են։ Ասենք, եթե դու ուզում ես աշակերտը դառնա արժեքի կրող, իրան պետք է ավելի մեծ քանակով մարդկանց առաջ բան անես, այդ բանը հոգեբանական վիճակ է, ինչ 20 հոգի ծափ տա, ինչ 500 հոգի ծափ տա։ Մասշտաբային տեսարթ։ Բանը էլի։ Մի խոսքով, այտենց մտածում էին փառատոն, թե ինչ դնես անունը, հետո անունը ինչ դնես, եւ այլն, այդ առաջի ցուցահանդեսի, որ կազմակերպել ենք իմ գործի տեղ այդ Ատլասում, որ անունն էլ տենց մի հատ անկապ sense բան դուրս եկավ, Armenian be or not to be, այդ էլ մի հատ աղջիկ բան այդ մոդայի բանում էր, ակադեմիայում էր սովորում լուսանկարչուհին, ֆոտոները որ կախած չես հիշում, այդ աղջիկը բերանից թռցնեց, ասինք նենց բան, որ առիթավոր լինի։ Բան չլինի, ստանդարտ չլինի, չեմ սիրում ստանդարտ բաներ։ Եվ բերանից թռցրեց այդ բանը Armenian Bionotubi, ասի վայ քո ցավը տանեմ ապրես, սրտովս էր։ Այտենց էլ անունը դրեցինք։ Այդ առաջի ցուցահանդեսի, Անտվերպենում բնակվող եւ այլն փոքրամասնությունների ու դրանից հետո ասում դրա շարունակություն պետք է ունենա, էլի, այդ ոգին պետք է շարունակվի, ու դից անունը դարավ փառատոն, փառատոնի խորագիրն էլ կարգախոսը դարավ ես հայ եմ, նույն ոգին ես հայ եմ, ես I am։ Այո։ Ասենք ֆոնետիկ որ լսում ես նույն բանն է, էլի, անսովոր ականջի համար լրիվ նույնն է։ Ինչու է զբաղվում նրան դրա այդ փառատոնների ժամանակ։ Դե ամբողջ ծրագիրը իրար հետ ենք մշակել։ Ինչ հետաքրքիր է, որ ձեր պատմությունները, ասենք ես քո ինտերվյուն էի անում նույնները, որ ասում նարան հետներ, հիմա նարային ենք անում դու հետն ես, այսինքն շատ հետաքրքիր է ինձ ինչ առումով, որ ասենք իրար չճանաչելով, չէ, ասենք դες մի ամիս ճանաչելով, մի կետի, որ sense լրիվ։ Չէ, մի ամիս ճանաչելով, դուք որ ասում լինելու բաներ, ասենք իրար հետ եք մեծացել, այո, ապրես լինելու բաներ, որ իրար հետ եք մեծացել, որովհետև դա ռիսկի բան է, ասենք մարդիկ կան տարիներով իրար ճանաչում են ամուսնանում են, չի ստացվում խոսքի, ուզում ասեմ գեղեցկությունը ձեր զույգի, ձեր համագործակցության դա էր, որ դուք իրար հետ շատ հոգևոր ընկերներ էիք։
ու շատ իրար մեջք եք կանգնել, իրար ասենք դες դու ասում ես, ասենք իմ դասեր եղան, իմս չեղավ, նարային եղավ։ Մենակ գնում էի ոնց ոտս անդադ քարիներ կպնում, իրար հետ որ գնում էինք, կանաչ ճանապարհ։ Ինքը քո լույսի գներ, աստղիկներ։ Հա։ Ես էլ ասի որ տենց է, իրա մոտ է ստացվում, ես ասել, «Նիետ, չէ, ինչ անում ինչ դնեմ»։ Չի լինի, էլի տենց ճիշտ չի լինի։ Հետո չես կարա բացատրություն տաս, թե ինչի չհասկացա այդ հայ տղամարդը ինքը դեսպոտ է, չհասկացա, դու քոնը պետք է ասես։ Ես մեր ընտանիքում դու քոնը պետք է ասես։ Մեր ընտանիքում այդ բանը չեմ տեսել, ինչքան որ իմ հայրը ավտորիտար անձնավորություն էր, բայց հարաբերությունները իրար մեջ, իրար հետ դա ուրիշ մի մակարդակի։ Դա շատ կարևոր է, ընտանիքում ինչ որ տեսել ես, ասենք, դա շատ կարևոր է։ Գիտես, բանը իմ աստծի հայրս ավտորիտար մարդ էր։ Հա։ Պատմությունը արդեն պատմել եմ։ Հա։ Բայց մորս հետ հարաբերությունների ինչ որ որոշումներ ընդունելու կամ միշտ իրար հետ նարել։ Սերգեյ, իսկ օրինակ Նարան տանը։ Ասենք ես շատ լսել եմ Նարայի ցավոք սրտի, ես իրեն չեմ հանդիպել։ Տանը ինչ տիպի մարդ էր։ Ինչ տիպի մայր էր, ինչ տիպի կին էր, շատ ուրախ, շատ զվարթ, երկող, պարող, այդտենց անձնավորություն էր, եկեղեցում խորում երգում էր սկզբի տարիներին, Անտվերպենի։ Չէ, մեր Ոմելխեմի խորում էր երգում։ Շատ էր սիրում երգել։ Հետո կամաց որ իր մոտ այդ բաները ընդունակությունները կամաց բացվեցին, արդեն հասնում էր այն պահին, որ իր մոտ ցանկություններ առաջացավ, որ սկսեր նկարել։ Օ, հետաքրքիր է։ Չհասավ այդ բանին, բայց արդեն ինքը այդ արդեն բացված էր։ Չես պատկերացնի, ես ասենք փիլիսոփայությամբ ասենք զբաղվել եմ, կարդացել եմ, մի քիչ ավելի շատ էի կողմնորոշում այդ հարցերում, գիշերը նստում էինք, որ քննության պետք է գնա, մի քանի օր գիշերներն երեխաները քննելուց հետո նիդերլանդերեն փիլիսոփայություն ես կարդում, որ դա սովորական խոսակցական լեզու։ Ասում փիլիսոփայությունը հայերեն, ես հայերենով թե ռուսերենով եմ սովորի բաթա, նիդերլանդերեն արդեն դա ծանր դեպք է։ Այդ Հյուգո կարդաս նիդերլանդերեն, ես որ հիշում եմ ինչ բաների մեջով ենք անցել, էլի։ Ասում բայց անցել ենք, որովհետև նպատակ է եղել։ Միասնություն է եղել նաև։ Հա, նպատակ է եղել միասին հասնելու ստեղծելու։ Ասում եմ մենք չենք իմացել որ կարանք չհասնենք։ Ես միշտ այդ եմ ասում։ Ասում եմ այն որ բանը ասում չի ես արտահայտություն կասում, իրենք չգիտեն որ դա անհնար է, դրա համար իրանք դա արեցին։ Ես միշտ դա ասում եմ, մեր շատ ասենք ամեն պատմություն որ ես լսում եմ մեր հայրից եւ 99% պատմությունը դրա համար էր։ Մենք մարդիկ եկել են ստեղ նպատակով ու չեն օպցիա չէր։ Հասկանում ես, այսինքն տարբեր մակարդակներով, հասկանում ես, ինչ եմ ասում, ամեն մեկը իր մակարդակով, բայց այդ դուխը, այդ որոշումը, այդ աշխատասիրությունը, այդ անտրտունջ, հա, բանը, չգիտեմ։ Դե իմ մոտ դուխներ, իր մոտ այդ աշխատասիրությունն է։ Դրանք դրա համար է, որ ասում եմ, դուք իրար տենց բան էիք, իրար հետ հավասար էիք, իրար ավելացնում չէիք լրացնում։ Չէ, այդ լրացնելու պահը չի։ Մենք իրար հետ ենք եղել։ Հա, էլի իրար հետ եք եղել, բայց չենք դրել։ Հարցը առավելությունը չի, բայց ասենք դուք ամեն մեկը մի բանում ուժեղ եք եղել ու իրար այդ առումով եք լրացրել, ոչ թե ամբողջացրել ենք այդ գործն ենք ամբողջացրել։ Դուք ճիշտ ավելի բառը ոչ թե լրացրել եք, այլ ամբողջական եք դարել, որպես այո։ Պարում էլս ուրախանում էր։ Հա, չնկարեց, չսկսեց նկարելը։ Չհասցրեց։ Ուրեմն մի անգամ աշխատանքից հետո հավաքվել ենք, երեխաները գնացին քնելու, արդեն 10-12 տարեկան մեծ երեխեք են, նայրան եկավ, ասեց, Սերգեյ, ասում է, ես խուճապի մեջ եմ, ասում ինչ է եղել, բա գիտես, ասում է, Էման ասեց, որ ինքը իրան վերևից տեսել է։ Ինչ է դարքիրը։
Ինձ համար դա նորմալ բան է։ Ես մի անգամ ասի ոչ մի բան չկա, ամեն ինչն է նորմալ։ Չի ասում դու պատկերացնես ոնց մարդն իրան վերևից կարա տեսնի։ Ասում մի մտածի, նորմալ բան է դա։ Բոլոր մարդկանց մոտ էլ նմանատիպ բաներ լինում են։ Հիմա ինձ մոտ չի եղել։ Մի խոսքով անցավ տարիներ, 13 թիվներ, մեր ամուսնության 25-ամյակներ գնում ենք նշելու այդ ընկերոջս կնոջ իրանցն էլ 25-ամյակը դեկտեմբերին էր լրացել, գնում ենք Լեհաստան, մենք ուսանող ունեի, այդ Լեհաստանում ապրել էր տուրիստական բաներով, Սոպոտում, այտենց սանատորիայում տեղ էր ինքը ռեզերվացիա արել մեզ համար, մեքենայով քշեցին գնացին Գերմանիա, իրանց վերցրեցինք ու գնացինք այդ Սոպոտ, այդ սանատորիա։ Դա ասեցին այդ գումարը շատ այնց սիմվոլիկ գումար էր, ու ասենք 2 շաբաթ մնանք, հենա այդ մասաժներով, մաներով անցնենք, մի քիչ դինջանանք, էլի։ Նշենք։ Հա։ Մի խոսքով առավոտյան իրիկունը հասանք, առավոտյան գնում ենք, որ բժշկի մոտ պետք է ներկայանանք, որ ինքը այդ բոլոր պրոցեդուրաները նշանակի։ Բժիշկը տեղում չէր, սուրճ ուզեցին, ասին իջնենք ներքև սուրճ բերենք, միջև բժիշկը բժշկույն գա։ Ես էլ նստած եմ իմ բանի մեջ, նայում եմ, այդ iPad-ը վերցրել եմ, բան էի կարդում, այդ ընկերս Սամվելը, տեսել եք Գերմանիայից Սամվելին Արուսին։ Իրանք երեքով իջնում են ներքև, անցնում է մի 5 րոպե, այս Սամվելը սենց սպիտակած կապտած, սենց բարձրանում է դրան մեջից Սերգեյ կանչում է, արի, ասում ինչ ա եղել, նառան ընկել է։ Մի խոսքով ասում ենք իջնում ենք ներքև, արդեն առաջի օգնությունը ցույց են տալի, ուրեմն բան աստիճաններով իջնելուց, որը ոտքը պլստացել էր, շատ էր ջուր արել, այդ կինը որ բաներ անում, մաքրում էր, ընկել էր ու գլխով խփել էր այդ աստիճանը, փայտի աստիճաներ են, եկել ծիծաղս գալիս է, որ արդեն ուշքի որ եկավ, ասում է դուր էիր գնացել, այ աղջիկ ջան, ասում է չգիտեմ, ասում է, ես ինձ տեսա, որ ես իմ հետևից վազում եմ, ասում է, որ ու չհասա էլի ինձ, բարեբախտաբար, հա, ու հետ եկա, ու կանգնել է, այդ կանգնելու բանը հետ եկել, զարթնել է, ասում ես կյանքում ոնց է ալմել, դու էլ ասի քեզ տեսար էլի։ Փաստորեն, կյանքը ուզեց, որ դու էլ այդ փորձ ունենաս։ Շատ լավ է։ 13 թվականի դեկտեմբերին գնացի որ ցավեր ուներ, առանց ինձ ասելու գնացել էր բժշկի, բժիշկը տենց դիագնոզ էր դրել, 14 թվականին վիրահատեցին ու արդեն սկսեց ման, ասենց մի հատ գիծ էր էլի։ Բայց մինչև մայիսից սկսեց նորից ակտիվանալ, թարգմանություններ, ման եւ այլն, այդ ընթացքում էլ ենք իրար հետ արել։ Շարունակում էր իր ակտիվ գործունեությունը։ Հա, դպրոցը եւ այլն, հետո 15 թվականին դա ինքը լրիվ արդեն աշխատում էր, բանը full time աշխատում էր, էլի նույն տեմպերով եւ այլն։ Ու այդ 15 թվականին էր, որ Բարարանի հարցում ինքը վերցրեց իր վրա, քանի որ շատ էր մի խոսքով ժամանակ ուներ, այնտեղ կողքը նստած եմ ես ինքը ուղղակի ինքն էր հավաքում, բան խորհրդակցում ենք այս բառը ոնց է ճիշտ եւ այլն, անընդհատ այդպես գնացել է, բայց ես իրան ասեցի, որ եթե հասցնենք այս տարի վերջացնենք, որտեղ խմբագրելու մի քանի տար կար, որ պետք էր անպայման նորից մի հատ նայել, ինքը ասում էր անենք, ոնց կա տենց էլ բանանք, ես ասում եմ չէ, պետք է ուղղվի այս բաները, մի խոսքով, տենց համաձայնության գալիս ենք, բայց չհասցրեցինք, ես ասացի, որ եթե 15 թվականին հասցնենք, միայն իր անունով եմ բան անելու, որպես հեղինակ, ինձ չի հետաքրքրում տենց բաներ, ես տենց ամբիցիաներ չունեմ, էլի։ Բայց չհասցրեցինք, հաջորդ տարի նոր Երևանում ես հրատարակեցի, ես առանձին եմ խմբագրել դա, վերջի մի 7-8 տարը
երևի քանակը չեմ հիշում, բայց մի ամիս Երևանում նստած այդ խմբագրի հետ ես թարգմանում էի, այսինքն խմբագրում էի հայերեն, հետո այդ խմբագիրներ նայում ինչքանով է կոնտեքստը համապատասխանում, երևի 3-4 բառ է ինքը խմբագրել։ Մնացածը բոլորը համապատասխանել է բան։ Ես ինտերվյու վրա քեզ հետ, քեզ էլ տենց քո ինտերվյուով ծանոթացանք, չէ՞, տենց առանձնապես։ Ես տպավորվել էի այդ քո կապվածությունից Նարայի հետ, այսինքն ամբողջ ինտերվյուի ընթացքում, մենք զրուցեցինք դրա մասին, նենց տպավորություններ, որ Նարան մեզ հետ էր։ Շաքաղում եմ, որ ես ասում եմ, բայց անգամ եթե ես լսում եմ, ես հրավիրում եմ մեր ունկնդիրներին գնան լսեն քո ինտերվյուն, քո ինտերվյուները, եթե չեմ սխալվում, երկու մասից է բաղկացած, ու ամբողջ ոնց հիմա դու հիմա պատմում ես Նարայի ինտերվյուն ու դու ես ներկա, այսինքն պատմածի մեջ, այսինքն ճիշտ է դու ես պատմում։ Իմ մոտ այտենց ես իշխում գնացել էի պապային էի զանգել, պատմել ասի պապա, ժամանակ եք ճանաչում իրար, ասի պապա ստիմա տնից ինտերվյու եմ արել իմ համար, այս վերջերս իմ ընկերուհի Էլինորից Լիլիթի Սարիկյան ինտերվյուն եմ արել, որ իմ ընկերուհի ենք դարել, բայց էլի այդ ինտերվյուի միջոցով ենք իրար ծանոթացել ու իր ինտերվյուի ամբողջ ինտերվյուի մեջ իր ամուսնու ներկայություն Արարատի։ Այդ ես չգիտեմ, դա երևի մի sense եզակի բան է իմ մոտ, կարող է իմ պրոստը դա իմ ընկալումն է, ասենք պատմությունների, ասենք բոլոր ինտերվյուներում է զույգերը շատ լավ խոսում են իրաց զույգերի մասին, բայց այդ այնց միասնություն, այդ այնց սիմբիոզ, այդ այնց ոնց որ բան, ու ես վստահ եմ, որ դու առաջարկեցիր, որ Նարայի համար ինտերվյուն անենք, ես գտա որ դա շատ գեղեցիկ պատմություն է, ու որ ոնց որ դու չուզենայիր այդ ինտերվյուն անել մենակ քո համար։ Այն ժամանակ ես քեզ ասեցի արի քո մասին անենք, հետո մի հատ մասին խոսած են մյուսի մասին, որ ամբողջական չի լինի դա, բայց չէ, ես չեմ պատկերացնում այտենց է։ Այդ վերջի ամիսներին, երբ որ հուլիսի վերջն էր 15 թվականի, դե որ քիմիան նորից սկսեց այդ ուղեղի, որ տարածվել էր ուղեղում, գլխի մեջ ահագին բաներ բարդություններ առաջացել, բայց բժիշկը ինչ որ հույսեր տվեց, տուն վարձեցինք Ֆրանսիայի հարավում, որ պետք է գնանք հուլիսի վերջին այդ հանգստանալու։ Հենց մոտեցավ այդ օրը, որ պետք է ռեզերվացիա անենք արդեն, պետք է վճարենք փողը, ջերմությունը բարձրացավ։ Գնացինք նորից հիվանդանոց, նորից մի շաբաթ 10 օր մնաց հիվանդանոցում, օգոստոսի կեսներ հետ եկանք, սեպտեմբերի սկզբին գնացինք այդ Վիլրեկի համալսարանական հիվանդանոցը, ու վсё, մնաց այնտեղ։ Ես էլ մնացել եմ իր հետ, մինչև վերջի օրը։ Ուրեմն դե հոգեբան է գալիս, ման են անում, ասում են բարդ եւ սա է, նա եւ այլն։ Եթե դու հոգեբանը գալիս է, մի հատ երիտասարդ աղջիկ էր էնի։ Հենց գալիս էր նայրան աչքերը փակում էր, իբր քնած է։ Ասում դու խոս։ Ինձ էլ սկսում էր հարթ բան անել, էլի, եթե դուք գիտեք, որ սենց է բան եւ այլն եւ այլն։ Ասում ես համար դժվար չի ստեղ մնալը, ոչ տեղ կամ ոչ բան աթոռները դնում եմ իրար կողք, գիշերը մնում եմ էլի։ Փաստորեն այդքան ամիս այդտեղ էի, մենակ մեկ տուն էի գալի, շորերս էի փոխում։ Մի խոսքով, ասի չէ դժվար չի։ Ասում եմ, ոնց բա ուտելիքի բան խնդիր կա, քնելու, հագուստի, բան, էսեն։ Ասում գիտես ինչ կա։ Սենց բան գոյություն է, երբ որ դու ասում ես ես կամ, չէ, որ ես քեզ համար կամ, դա նշանակում է, որ անկախ իրավիճակից դու անընդհատ կաս, այն մնացած նյութական բաները, որ գոյություն ունեն, խոչընդոտներ, տենց ճակերտների մեջ ասած, դրանք խոչընդոտ չեն, դրանք չեն աշխատում, էլի։ Ասում ես ասել եմ ես կամ, ուրեմն պետք է լինեմ ու կամ, էլի, մի խոսքով։ Մի անգամ էլ եկավ, ասեց, իսկ դու գիտեք, որ բան է, էլի։ Ինչ ավարտ կարող է ունենա, ասում
չես այդ հարցը տալի էլի։ Ուրեմն կյանքը գիտես ոնց է։ Պատկերացրա, որ գիրք ես կարդում, չէ՞, կարդում ես, սկսում ես գիրքը կարդալ, շատ հետաքրքիր գիրք է, հետո մտքիդ մեջ ինչ-որ բան է ծագում, նայում ես ժամացույցին, տեսնում ես ժամը 12-ն է օրինակի համար, բայց այդ ժամը քեզ ոչ մի բան չի ասում, դու շարունակում ես քո գիրքը կարդալ, ու դու չես չափում այն ժամացույցով, ինչքան դա կտևի, էն, երբ որ կվերջանա, դու ապրում ես, կյանքը տենց է, դու պետք է առանց նախապայմանների, առանց ինչ-որ օրենքների կամ ենթարկվես, չենթարկվես, դա ինչ նշանակություն ունի։ Դու գիտես, որ այդ գիրքը վերջանալու է օրերից մի։ Հա, բայց կամ այդ բովանդակությունն է կարևոր։ Այն ի տարբերություն, որ այդ գիրքը չի վերջացել։ Ֆիզիկապես է վերջացել, բայց հա, ես որ այդ ձևն է փոխվել։ Հոգեպես նառանդեր կա ու տենց մի խոսքով այդ աղջիկը ասում էր, ես չգիտեմ դուք ոնց եք բանելի, այդ ամեն ինչը տենց կյանք է, ես ճիշտ ասում, տենց սեր, տենց ներկայություն, տենց այդ քո ասում ես, որ դու ասում ես ես կամ, այդ ես կամը բոլորը չի, որ նույն ձև ամեն վարքյանին է դա նշանակում։ Հա, բայց բոլորը չեն, որ նույն իմաստն են տալիս, ոնց որ բոլորը չեն, որ ամբողջ այդ ընթացքը նույն ձևով են կառուցում, դա անգամ եթե շատ տխուր է, որ ասենք գիրքը ավարտվել է, բայց մյուս կողմից իսկ գտնում եմ մարդիկ, որոնք տենց սեր են ունենում, տենց կապվածություն, տենց սեր, տենց անգամ եթե ձեր կյանքը հեշտ չի եղել միշտ, դա առանձնահատուկ երջանկություն է։ Հասկանում ես ինչ եմ ասում, այսինքն դա ուրիշ կապ է, ուրիշ մակարդակի վերաբերմունք է, այսինքն տենց Գիտես մի բան էլ պատմում այդ ընթացքից, ուրեմն մի օր երազ տեսա։ Դու երազներից ոնց որ բաց չես, հա, անեց։ Հա, չէ, ունեցել եմ այդ ունակությունները, անգամ փորձել եմ այդ էզոտերիկայի Մոսկվայում 84 թվականներին գնամ, անգամ պայմանավորվել էի, որ պետք է գնա ինչ-որ հետո այդ խմբին Հա, ասեցիր պատմել եմ այդ բանը։ Խափանվեց ու շատ ուժեղ նախազգացում ունեմ, իմ ինտուիցիան ուժեղ շատ ուժեղ։ Մի խոսքով երազ եմ տեսնում, սենց լայվ մտնում եմ բան այդ պալատը, պատկերացրած սենց պալատնա, սենց այդ մարտակալն է, ու մտնում եմ ու կանգնում եմ։ Չեմ կարողանում առաջ գնամ, էլի։ Ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ երկու մարմին, մի հատ կինը, մեջքով կանգնած ինձ, անշարժ է ինքը կանգնած։ Գանգոր մազերով, գիտես այն եթերային մոխրագույն, որ ցերեկով էլ կարող է չտեսնես այդ գույնը, բայց ինքը կա էլի։ Այդ գույնի ամբողջ sense մի կտորով նոմես Սա նկարիչի բացատրություն ոսկի ասма եթերային մոխրագույն որը ասма ցերեկով դու չես տեսնում նկատա հա հետո ուրեմն այդ զգեստը մի կտոր է էլի սա ոնց որ քանդակ կլինի գլուխն է ու sense ձեռքերը կռացած անմիջապես նմանացրեցի առաջի հարկում մի հատ բուժքույր կար նու դա ասենք դրա մասին չի խոսքը նրա մասին է որ տղամարդ է կանգնած երևում է որ տղամարդ է այս կինը մեջքով է կանգնած սենց իսկ այդ տղամարդը սենց 90 աշճանի պատկերացրա այդ մարտակալի ոտքերի մոտ կանգնած է սենց կռացած ու իմ կանգնելը ինչից եղավ որ դա անմիջապես շրջվեց ու նայեց մինչև հիմա աչքիս առաջա դրա դեմքը ոնց էր Այն նույն ձևի նույն գույներով սենց սուր քթով սուր չէ էլի սենց մի քիչ բանով այն երկարոտ սենց քթերը որ լնումա կլոր աչքերով մի քիչ դուրս եկա առանց թարթիշների խոշոր վերանը սենց գծի նման շուռ եկավ ու սենց նայեց վրես ու ես կանգնել եմ քարացած ոչ կարող եմ ես կողմ գնամ ոչ են կողմ առավոտը վեր կացա եկել էի հերթական բան է Առավոտը շուտ վեր եմ կացել, հենց
բանը ու վազել եմ բան հիվանդանոց տեսնեմ մի հատ բուժքույր է ջահել կանգնած ոտքերի մոտ ասում եմ ինչ ես անում ասեց ոտքերը բանա ոնց որ իրիտացիա է կարմրել է ասի ցույց տուր մոտեցա տեսնեմ ինչ այս բաների ոսկորների վրա այսինքն մի սանտիմետր լայնությամբ երկու հատ կարմիր գիծ է ամբողջ երկայնքով Այ ասեցի ի՞նչ է ասեց երևի իրիտացիա է բայց մենակ այտենց ոսկորի վրայով երկայնք հա ուղիղ ասում իրիտացիան ի՞նչ է հատուկ այդ մասով է դե հիմա իրանք էլ ինչ իմանան ինչ է բայց փաստորեն կոմայի մեջ էր արդեն Ես հասկացա, որ եկել են տանելու արդեն, պատրաստում են, տանելու են, տենց բաներ, հետո հետաքրքիր 40-ի օրներ կարծեմ, դեռ չէր լրացել, զանգեցին ասին պասել է մահացել, ուրեմն 40-ը լրանալու առավոտյան երևի, քնած եմ, այդ շրջանը ես տեղից չէի կարող վեր կենայի, ինչ որ տարօրինակ բաներ մեջս էլի, մրսում էի, դողացնում էի, ոչ իման չէր օգնում։ Մեկ sense ինձ թվաց իր ձայնն եմ լսում ես, աչքերս բացեմ, տեսնում քթով բերանով մտածա մեջս էլի, ոնց որ այն ճչա էլի, արդեն այն բանը sense պատռում է իրան ու հենց աչքերս բացեցի, դեմքը տեսա իրա, ասենց գնաց, ու վсё։ Ու դու դրանից հետո ավելի լավ էիր։ Դրանից հետո ոնց որ սկսեցի կարգավորվել, բայց հետո գնացել եմ Երևան։ Ուզում եմ ուղղակի երևի չգիտեմ, դա բացատրությունը ոչ մեկն էլ չի կարա տա, մեկնաբանություն էլ չկա։ Հետո անցավ 2 տարի, մոտավորապես 17 թվականներ, բանից այդ Մեխելենից զանգեցին, այդ ինտերնացիոնալ կոմիտեի գից կանանց կոմիտե էին կազմել եւ դիում էին գրել քաղաքապետարան Մեխելենի, որպեսզի փողոցներից մեկի անունը, նոր փողոցներից մեկի անունը կոչեն կնոջ, ինչ որ կնոջ անունով ու ինձ զանգեցին, հարցրեցին, արդյոք ես համաձայն որ Նայրայի անունով կոչեն։ Հետո կոչեցին։ Չգիտեմ։ Շարունակեցիր։ Հա, դե իրանք պետք է, ես չգիտեմ ով կոնկրետ ով էր, ու ասացին, որ հետո կզանգեն կկապվեն ու տենց էլ մնաց։ Ուզում եմ ասեմ, գիտես, ինչ ասեմ, չգիտեմ։ Պետք Բայց ուզում եմ ասել։ Ցավոք սրտի մեր հաղորդումը երկար չի, մոտենում է Ստամա ժամանակն ավարտենք, բայց ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեմ քեզ Սերգեյ ջան, այս սուրբ պատմությունը մեզ հետ կիսելու համար ու վստահ եմ, որ Նարան մեզ լսում է ու Նարան մասնակցում է այս հաղորդմանը ու շատ ուրախ է, որ մենք զրուցում ենք, ես ցավում եմ, որ ես իրան չեմ ճանաչել վստահ եմ, որ շատ մարդիկ ճանաչել են ու վստահ եմ, որ շատ մարդիկ կգան կոմենտներ կգրեն հիշատակ Նարայի ու չգիտեմ, մի քիչ անսովոր հաղորդում է, բայց շատ սիրուն հիշողություն է։ Ես կարող ես կարդաս։ Այդ ռումինացի լրագրող էր, Նայրայի հետ ինտերվյու էր անցկացրել 13 թվականին, ու իր մասին գրել այն։ Անգլերեն է։ Անգլերեն։ I'm watching her with curious eyes. I listen to her story, mesmerized by her passion. She is an outspoken lady who defends the right against the wrong, the good against the bad, with straightforward affirmation. I see the leader in her. Her story is one of success. When she speaks about her country, her heart fills with tenderness. Her eyes close briefly on the colors of spring in Armenia. Her cheeks blush when she suddenly gets transported to her home by the taste of Armenian apricots. They have such a beautiful, rich, distinctive taste, a fruit made of sun and sprinkled with golden energy.
Her soul starts to wander back on the well-known streets of her beloved Armenia. She recollects her happiness being amongst those she loved and cherished and left behind. She chose a new land to set her life forth, a land where she found a new meaning for her home, for her people and her dreams, where they are all brought together and where they are all enjoy the soft, delicate sound of heart-touching poem read in her sweet mother tongue. Music would chant her inner world. She puts her glasses back on her nose. She smiles to me. She is a fighter. She is more than a survivor. Շատ գեղեցիկ է։ Շատ լավ տեքստ է։ Ես կասեմ Ուիլյամ Սարոյանի տեքստից հետո սա երկրորդ տեքստն է, որ ինձ շատ հուզել է ու մի քիչ նույն բանը կա մեջը։ Միացնելու գաղափարը ու հայրենիքի սերը ու հզոր կինան առան եղել ու կա ու վստահ եմ, որ բոլորով որ մարդիկ որ հանդիպել են, վայելել են իր հզորությունը։ Ինչ ասեմ, եկեք ես հաղորդմանը անունը դնենք սիրո եւ հզոր կանանց պատմություն։ Առաջարկում եմ, որ ես հաղորդումը չնայած տխուր հաղորդում էր, բայց հզոր հաղորդում, ֆրանսերեն կասենք Ode à la vie, Ode à l'amour, հա, չգիտեմ հայերեն ոնց է ճիշտ լինում, այսինքն հա հզոր պատմություն, երկու հզոր անձանց եւ իրանց մեջ գոյություն ունեցող կապի, որը մինչև այսօր էլ գոյություն ունի, ու ցանկանում եմ, որ բոլորս գոնե մի քիչ մեր կյանքում ապրենք նման կապ։ Շնորհակալություն բոլորին, կիսվեք այս պատմությունով, գրեք, եթե ճանաչել եք Նարային, կիսվեք ձեր պատմությունները, վստահ եմ Սերգեյն էլ, Նարայինն էլ, մեր բոլորիս էլ հետաքրքիր կլինի, որովհետև նման անձանց մասին պետք է շարունակել խոսալ, որովհետև իրանք շարունակում են լինել մեզ հետ։ Բարի օր բոլորին, ցտեսություն։